Սուրբ Հարության տոնական պատարագը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցել է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում։ Ներկա են եղել տեղի հայ համայնքի անդամները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ամենահեռավոր թեմն է։ Կազմավորվել է Վազգեն առաջին երջանկահիշատակ հայրապետի կոնդակով։ Հատկապես Ավստրալիայի խոշոր քաղաքներում են հաստատվել 20-րդ դարում հայրենիքից տեղահան եղած ու հեռավոր մայրցամաք հասած հայ գաղթականները։ Սա նաև պատմական հայրենիքից ամենահեռու հայկական գաղթավայրն է։ Սիդնեյի Սուրբ Հարությունը համայնքի ապաթեմի առաջին եկեղեցին է։ Օծվել է 1957 թվականին։ Եկեղեցուն կից զարգացել են բազմաթիվ հայրենասիրական կառույցներ։ Գործում են դպրոցներ, միություններ, թերթեր ու ամսագրեր են հրատարակվում։ Հոգևոր եւ համայնքային կառույցների, նվիրյալ առաջնորդների շնորհիվ հեռավոր գաղթօջախում հայ ինքնությունը պահպանվել է, փոխանցվել ավստրալահայ սերունդներին։ Պատարագի ավարտին առաջնորդարանում տնօրնեք է արվել, ապա ընդունելություն, որի ժամանակ հոգևոր հայրերին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել են հայկական հոգևոր, ազգային, կուսակցական կազմակերպությունների ներկայացուցիչները, միասնաբար իրենց զորակցությունը հայտնել Հայաստանի Այց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Սրբազան հայրն իր խոսքում երախտագիտությամբ նշել է ավստրալահայ գաղութի բոլոր կառույցների, հանուն հայրենիքի, եկեղեցու եւ համայնքի միասնական արդյունավետ աշխատանքի մասին։